մի խմիր գինի, դրա մեջ զեղություն կա։ Աստվածաշունչ գրքերից 4 կերպ հարբեցողության մասին ենք իմանում։ Առաջին՝ իմաստությամբ, իբրև աստվածային գինով հարբելու մասին։ Այդպիսի հարբեցողությամբ հարբեցին մարգարեները, առաքյալներն ու սուրբ վարդապետները։ Ինչպես Երեմիա մարգարեն է ասում. «Պիտի զմայելեցնեմ և արբեցնեմ քահանաների հոգիները, և իմ ժողովուրդը պիտի լցվի իմ բարությամբ, ասում է Տերը»։ Քանզի ինչպես նա, ով գինուց հարբելով իր ամբողջ ունեցածը տալիս է ուրիշներին, այնպես էլ իմաստությամբ հարբածն է աշխարհը ոչինչ համարում, այդպիսին եղան առաքյալները։ Քանզի երբ հոր իմաստությունը Հիսուս նրանց կանչեց, թողեցին աշխարհը և գնացին նրա ետևից, իսկ երբ առան Սուրբ Հոգին, այնպես կատարյալ հարբեցին իմաստությամբ և այնպես էին խոսում, որ կարծում էին, թե նրանք հարբած են։ Աշխարհի հարբածները այսպիսի իմաստությունը չեն ընդունում, ինչպես Սիրակն է ասում. «Անզգամների սիրտը կոտրված անոթի նման չի տանում իմաստությունը»։ Նրանք այս աշխարհը ոչինչ համարեցին, ոչ միայն Աստծո իմաստության համար։ Փիլիսոփաները նույնպես ոչինչ համարեցին աշխարհը, որովհետև իմաստություն ունեին, ինչպես կարդում ենք Պլատոնի և մյուսների մասին, որոնք, որպեսզի կարողանան հասնել իմաստության, ոչինչ համարեցին և այս աշխարհը, և իրենց։ Երկրորդ՝ արբեցությունը Աստծո ողորմության ըմբումը։ Ինչպես Սողոմոնն է ասում. «Օծեցիր յուղով իմ գլուխը, քո բաժակը անապակ գինու պես արբեցրեց ինձ»։ Բաժակ Աստծո ողորմությանն է ասում, քանզի ինչպես գինի խմած մարդն է արի և վստահ, այնպես էլ սուրբերը, որոնք խմել էին աստվածային իմաստության գինին, արիացան։ Պետրոսը և մյուս առաքյալներն այնպես արիացան, որ հաղթեցին ամբողջ աշխարհին։ Երրորդ՝ արբեցություն են ուրախությունը, ցնծությունը և արքայության փառքը։ Քանի որ ինչպես հարբած մարդն է անչափ ուրախանում ու ծիծաղում, այնպես էլ սուրբերը արքայության մեջ անսահման ուրախանում են։ Ինչպես Դավիթն է ասում. «Նրանք պիտի լիանան քո տանլիությունից, և նրանց պիտի խմեցնես քո գրգանքի գետերից»։ Արբեցության այս 3 տեսակները հույժ-բարի են և ընդունելի Աստծո և սուրբերի համար։ Չորրորդ՝ արբեցությունը այս աշխարհի գինով արբելն է։ Այս արբեցության մասին Սիրակն ասում է. «Գինին ստեղծվեց ուրախության և ոչ թե հարբելու համար»։ Քանզի այս արբեցությունը չարիք է և մեղք, այն մայրն է բոլոր մեղքերի և ամենայն բարիք մահացնող թույնը։ Գրիգոր վարդապետն ասում է, թե հարբեցողությունը փափուկ դև է, քաղցր թույն, անուշ մեղր, ով ունի այն, զրկված է իրենից և չունի ինքն իրեն, և ով այս մեղքն է գործում, ինքն ամբողջովին մեղք է։ Իսկ այլ վարդապետներ ասում են. հողի համար սաստիկ վնասակար են ինչպես երկարատև երաշտը, այնպես էլ ուժեղ անձրևներն ու խոնավությունը, բայց չափավորը, ինչպես երբ մարդն է ոռոգում այն, բարի է։ Այդպես էլ մարդկանց հոգիների համար չափավորը, որ անհրաժեշտ է, բարի է։ Բայց հարբեցողությունը նման է հեղեղի հորձանուտի, որ փչացնում է հողը և արմատահան անում ամենայն պտուղ։ Դարձյալ ասում են, թե հարբեցողությունը զրկում է մտքից, ապականում զգայությունները, ցրում իմացականը, շարժում պոռնկականը, թերացնում լեզուն, խառնակում արյունը, թուլացնում բոլոր անդամները, մարդու կյանքը կարճացնում և կորստյան մատնում հոգու և մարմնի փրկությունը։ Այս մասին Պողոսն ասում է. «Մի հարբեք գինով, դրա մեջ զեղություն կա», այսինքն մի խմիր գինի, որովհետև ամենայն չարիք ու պոռնկություն նրա մեջ է։ Եվ ովքեր հարբում են,
ոչ միայն զխությամբ բորնականում են կանանց հետ, այլ Աստծո բոլոր արարածների հետ անարակությամբ են գնում։ Եվ հարբեցողությունից բնավ բարիք չի լինում, այլ այն չարիք է բոլոր ստեղծվածների համար։ Իբրև օրինակ ունենք Նոյին, որը երբ գինի խմեց և հարբեց, մերկացավ իր տան մեջ, նրա որդի Քամը տեսավ իր հոր մերկությունը և ծաղրեց նրան։ Մարդը հարբելով անզգայանում է, ինչպես Սուրբ գրքում է ասվում, երբ Ղովտը Սոդոմից փրկվեց, գինի խմեց, հարբեց և քնեց իր դուստրերի հետ։ Քանզի գինին ջերմ ծծումբ է պոռնկական մեղքերի համար և պոռնկական հրի նավթ, քանի որ ուր լինում է, պոռնկության հուր է բորբոքում։ Առակաց գիրքն ասում է. պոռնկության արմատը գինին է։ Մի նայիր գինուն, երբ այն գավաթի մեջ է, փայլում է նրա գույնը և քաղցր է խմելիս, բայց հետո խայթում է օձի պես։ Քանզի գինի խմողների աչքերը տեսնում են օտար կանանց, նրանց սրտերը չար են խորում և նրանք դառնում են անգղեք նավի մեջ քնածի նման։ Դրա համար է Պողոսն ասում. մի խմիր գինի, դրա մեջ զեղություն կա։ Ճշմարիտ է, որ բոլոր հարբեցողները ապականվում են, նրանք ամաչում են Աստծուց և մարդկանցից։ Բայց գինին առավել վնաս է եկեղեցու սպասավորներին, եկեղեցու առաջնորդներին և եպիսկոպոսներին, թագավորներին և իշխաններին։ Եկեղեցու սպասավորների մասին Ղևտական գրքում ասվում է. գինի մի խմիր ոչ դու, ոչ քո որդիները, երբ գնաս Տիրոջ տաճարը, որպեսզի չմեռնեք։ Եվ եթե Աստված հնի համար վրեժխնդիր եղավ և այդպիսի մեծ հրաման կարգեց նրանց, որքան առավել նորում պետք է զգուշանան քահանաներն ու եպիսկոպոսները, որ ճշմարտության և օրենքի լույսի մեջ են։ Դարձյալ թագավորների և իշխանների համար մեծ նախատինք է հարբեցողությունը։ Առակաց գրքում ասվում է. մի տուր գինի թագավորներին, որպեսզի չխմեն և չմոռանան Աստծո դատաստանի մասին։ Եվ ոչ միայն քահանաների, թագավորների և իշխանների մասին է ասում, այլ բոլորի, ովքեր իրենց անձերը Աստծուն են նվիրում, կրոնավորների, քարոզողների, սարկավագների և այլոց։ Ինչպես Թվոց գրքում ասվում է. ամեն այր կամ կին, որ ուխտ է անում և իր անձը Աստծուն է տալիս, թող զգուշանա գինուց և հարբեցողությունից։ Չի ասվում, թե նոր օրենքում հրաման կա ամենևին չխմել գինի, քանզի Պողոսն ասում է. միայն ջուր մի խմիր, այլ փոքր-ինչ գինի խառնիր քո տկարության պատճառով։ Դարձյալ պետք է իմանալ, որ գինին բոլորովին արգելված է հոգևորական կարգ ունեցողներին, իսկ աշխարհականներին հրամայվել է չափավորապես օգտագործել։ Ինչպես մեծն Եվագիրոսն է ասում. գինի ամենևին մի խմիր, և այս կրոնավորներին է վերաբերում, իսկ եթե խմում ես, օրհնիր քո Արարչին։ Այս խոսքը բոլոր աշխարհականներին է ուղղված։ Քանզի գինի բոլորովին չխմելը հավասար է սուրբ կուսությանը, չափավոր խմելը նման է հալալ ամուսնությանը, իսկ անչափ խմելը արբեցողություն է և նման է շնությունն ու պոռնկությանը։ Առաքյալն ասում է, թե ոչ շնացողները, ոչ պոռնիկները, ոչ հարբեցողները չեն ժառանգելու Աստծո արքայությունը։ Գինու մեջ կրկնակի զորություն է բնավորված, փոփոխելն ու շարժելը։ Փոփոխելն այն է, որ երբ մարդը գինի է խմում, ծուխը ելնում է դեպի խելքը և փոխում միտքը, եթե ուրախ է, տրտմեցնում է և լաց լինել տալիս, եթե տրտմած է, ուրախացնում է։ Այդպես նաև իմաստությունից տգիտության, տգիտությունից իմաստության, զորությունից տկարության, տկարությունից զորության է փոխում։ Գինու առաջին գործն այդ է։ Երկրորդ գործն այն է, որ հարբեցողին շարժում է դեպի բարկություն, ծաղրանք, ծափ և այլն։ Ինչպես գիրքն է ասում. ժողովուրդը նստեց ուտելու, խմելու և վեր կացավ պարելու։ Եվ բնական են գինու այս երկու զորությունները,
Առաջինը, որ փոփոխելն է նրանից է, որ ինքը մշտապես փոփոխվում է։ Ցորենի կամ այլ պտղի նման չէ, որ միշտ նույնն են մնում, այլ գինին փոփոխվում է, քանզի խաղող էր, եղավ հյութ, ապա մաճառ, գինի, քացախ, այդ պատճառով էլ ում մեջ մտնում է, փոփոխում է նրան։ Երկրորդ շարժումը նրանից է, որ գինին եփվելով շարժվում է, եռում, որի ընթացքում բաժանում է տարրերը և հստակվում։ Այդ պատճառով էլ բոլոր մարդկանց մեջ ավելորդ շարժում է մտցնում, քանզի նրա բնույթն է այդպիսին։ Պետք է իմանալ նաև, որ իմաստունը գինի թույլ է տալիս խմել 4 տեսակի մարդկանց, նախ աղքատներին ու տնանքներին, որպեսզի մոռանան իրենց թշվառությունը, երկրորդ տրտմածներին և սգավորներին, որպեսզի մխիթարվեն և ուրախանան, երրորդ տկարներին ու հիվանդներին, որպեսզի առողջանան ցավերից, և չորրորդ ծերերին, քանի որ զորություն և գավազան է նրանց համար։ Իսկ մեծամեծները բարկացող են, նրանք թող չխմեն գինի, որպեսզի նրանց միտքը չցրվի և աղքատների դատաստանը չթյուրեն։ Ոչ ուրախ մարդիկ թող խմեն, որպեսզի չտրտմեն, ոչ առողջները, որպեսզի չտկարանան, ինչպես վերևում ցույց տրվեց, նաև պատանիները, որպեսզի գինին չայլափոխի նրանց միտքը և չշարժի դեպի ցանկություն և բարկություն։ Այդպես նաև հոգևոր գինին, որ Սուրբ Գրքի իմաստությունն է, տուր նրանց, ովքեր զուրկ են առաքինությունից, տրտում ու տկար են մեղքերի առատությունից, նրանց, ովքեր մշտապես ցավում ու տրտմում են խղճմտանքից, նրանց տուր այն գինին, որն ասում է, ոչ թե արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության կոչելու եկա, և թե եկեք բոլոր հոգնածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ, և թե Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ մեղավորների համար, որոնց գլուխը ես եմ։ Այսպիսի խոսքերը նրանց համար հույս, մխիթարություն և ուղղության գավազան են, իսկ ովքեր մեծացել են առաքինությամբ և ուրախ են գործերով, արի և առողջ, նրանց մի խնայիր իմաստության գինին, որպեսզի գործնականով և տեսականով հագեցած և զմայլված չլինեն, և այլոց գործով աղքատներին և իմաստությունից տգետներին, որոնք անողորմ են և ուղղությամբ ու ողորմությամբ չեն դատում նրանց։ Ինչպես ասվում է, մեծամեծները բարկասիրտ են, թող գինի չխմեն, ինչպես բարկասիրտ էր Եղիան, որ գործնականով լցված և իմաստությամբ զմայլված փակեց երկինքը Իսրայելի վրա և պատուհասի ենթարկեց արդարներին ու մեղավորներին, անարժանին ու արժանավորին միասին։